պարոն Փաշինյան, փաստորեն 3 միլիարդ դրամի պարգևավճար բաժանելով անարատ պաշտոնյաներ եք փորձում կերտել։ Իդեպ այսօր ֆինանսների նախարարն էլ առավոտյան հայտարարել էր, որ դա շատ խիզախ քայլ է եւ մեր սիրելի հայրենակիցները չպետք է զայրանան դրանից։ Գիտեք, վերջին օրերին լսելով այս արդարացումները, մեկնաբանումները, պարգևավճարների հետ կապված, ես մտածում եմ, թե հայ ազգը ոնց պետքա շնորհակալ լինի ձեզ, ոնց պետքա սրա տակից դուրս գա, ես առաջարկում եմ մարդա մի արիության մեդալ բաժանեք եւ մի 9 միլիոն դրամ էլ որպես խիզախության համար դրամական պարգևատրում։ Սա այսքան տխուր չէր լինի իհարկե, եթե նույն օրերին դուք չհայտարարեիք, պարոն Փաշինյան, որ մեր տատիկներին եւ պապիկներին, թոշակառուներին 10,000 դրամ չեք տալիս, որովհետեւ իրանք չգիտեն այդ 10,000 դրամը ոնց ծախսեն։ Հիմա քանի որ մեր կառավարությունը այստեղ է, ամբողջ կաբինետը այստեղ է, մարդա մի 7-8 միլիոն պարգևավճար են ստացել, ես առաջարկում եմ փոքր բրիֆ անենք եւ մեր տատիկներին, պապիկներին, ովքեր կքած են վարկերի տակ, պարտքերի տակ, կոմունալների տակ, թանկացումների տակ, բացատրենք, թե ինչպես կարելի է ծախսել 10,000 դրամը։ Ինչպես կարձագանքեք իմ այս առաջարկությանը եւ նաեւ հարց, ինչպիսի ճիքեր պահանջվեցին ձեզանից այդ խիզախ քայլին գնալու եւ տարեվերջին 3 միլիարդ դրամի պարգևավճար բաժանելու համար։ Շնորհակալ եմ։